Հանուն հոր եւ որդվո եւ օգվույ սրբո ամեն։ Նեեմիայի գիրք 9-րդ գլուխ։ Ժողովուրդը գխոստովանի իր մեղքերը։ Այս ամսվան 24-րդ օրը Իսրայելի որդիները հավաքվեցան ձոմաբաությամբ ու կուրծերով եւ իրենց վրա հող ցանած։ Իսրայելի զարմը բոլոր օդարազգիներեն զատվեցավ ու Աստուծո առջև ներգայանալով իրենց մեղքերը եւ իրենց հայրերուն անօրենությունները խոստովանեցան։ Իրենց դեղը կանգնելով օրվան 1/4-ը դիրոջ իրենց Աստուծույն օրենքի գիրքեն գարտացին ու 1/4-ը դիրոջ իրենց Աստուծույն խոստովանեցան ու երկրպագեցին։ Հեսու, Փանի, Գատմիել, Սափանիա, Փունի, Սարապիա, Փանի եւ Քենանի ղևդացիները փեմին վրա կանգնեցան ու բարձր ցայնով դիրոջ իրենց Աստուծույն աղաղագեցին։ Հեսու, Գատմիել, Փանի, Ասափանիա, Սարապիա, Օվթիա, Սափանիա ու Փետայա ղևդացիները ասին. «Գանկնեցեք եւ օրտնեցեք դերը ծեր Աստվածը թարեթար»։ Եզրաս աղոթեց։ Խոստովանության աղոթքը։ Օրտնյալը լա քու փարավոր անունդ, որ ամեն օրտապանութենե ու կովապանութենե բարձր է։ Թուն, միայն թուն դերես, թուն ստեղծեցիր երկինքը, երկինքներուն երկինքը եւ անոնց բոլոր զորքերը, երկիրն ու անոր վրա եղած ամեն ինչ, ծովերը եւ անոնց մեջ եղած ամեն ինչ։ Թուն անոնք բոլորը գապրեցնես ու երկնքի զորքերը քեզի գերգրբակեն։ Թուն ես այն դեր Աստվածը, որ Աբրամը ընտրեցիր, զայն քաղտիացներու ուր քաղաքեն հանեցիր եւ անոր անունը Աբրահամ թրիր։ Անոր սիրտը քո արչիվդ հավատարիմ կդար։ Ուստի անոր հետ ուխտ կնքեցիր, որ կանանացիներուն, գեդացիներուն, ամորհացիներուն, փերեզացիներուն, հեպուսացիներուն ու կերկեսացիներուն երգիրը իր զարմին դաս եւ քու խոսքդ իրակորձեցիր, որովհետեւ արդար ես։ Եգիպտոսի մեջ մեր հայրերուն դարաբանկը տեսար ու Գարմիր ծովունքով անոնց աղաղակը լսեցիր։ Փարավոնի իր բոլոր ծառաներուն եւ իր երկրին ամբողջ ժողովրդի նշաններ ու հրաշքներ ցույց տվիր, քանի գիտեիր թե անոնց թեմ հբարդացան։ Ուստի քեզի մեծ անուն վաստակեցար, ինչպես այսօր կտեսնվի։ Ձովը անոնց արչև ջեղկեցիր, այնպես որ ձովուն մեջեն անցան ցամաքի վրայեն քալելով։ Իսկ զանոնք հետաբնտողները խորխորատը նետեցիր, խորում ճուրերու մեջ նետված քարիբես։ Ցերեգը ամբի սյունով առաջնորդեցիր զանոնք ու քիշերը գրագի սյունով, իրենց երթալիկ ջամփայի մեջ զանոնք լուսավորելու համար։ Նաև Սինա լերան վրա իջար, երկինքեն խոսեցար անոնց հետ եւ ուղիղ դադավճիրներ, ճշմարիտ օրենքներ, լավ կանոններ ու պատվիրաններ դվիր անոնց։ Քու սուրբ շաբաթը ջանցուցիր անոնց ու ծարայիդ Մովսեսի միջոցով պատվիրաններ, կանոններ եւ օրենքներ դվիր անոնց։ Երբ անոթեցան, երկինքեն հաց տվիր անոնց, երբ ծարավցան, ժայռեն ճուր հանեցիր անոնց, եւ անոնց ասիր, որ մտնեն ու դիրանան այն երկրին, որուն համար երթում էր անոնց տալու։ Բայց անոնք, այսինքն մեր հայրերը հբարդացան, իրենց բարանոցը խստացուցին ու քու պատվիրաններուդ չհնազանդեցան։ Մերժեցին մտիգնել եւ չհիշեցին իրենց մեջ ըրած սկանչելիքները, հապա իրենց բարանոցը խստացուցին ու իրենց ըմպոստության մեջ գլխավոր մգարկեցին, որբեսի իրենց ըստրգության վերադառնան։ Բայց դու ներող, ողորմած, կթած, համբերադար եւ շատ գարեգից Աստված ես ու զանոնք չլքեցիր։ Նույնիսկ երբ անոնք իրենց սուլաձո հորդ շինեցին եւ ասին. «Ասիգա է քո Աստվածդ, որ քեզ Եգիպտոսեն բարձացուց, քեզ մեծապես անարգելով»։ Զանոնք անաբադի մեջ չլքեցիր, քո առատ կտությանբդ։ Ցերեգը ամբիսյունը անոնց վրային չհերացավ ջամփայի մեջ զանոնք առաջնորդելու համար, ոչ այլ քիշերը գրագի սյունը իրենց երթալիկ ջամփայի մեջ զանոնք լուսավորելու համար։ Նաև քու բարի հոգի տվիր զանոնք ուշի մնելու համար, քու մանանատ չբացեցուցիր անոնց բերանեն ու ճուր տվիր անոնց, երբ ծարավցան։ Զանոնք 40 տարի գերագրեցիր անաբադի մեջ, ուր անոնց ոչինչ բացեցավ։
Անոնց հանդերձները չմաշեցան եւ անոնց ոտքերը չուրեցան։ Անոնց թակավորություններ ու ժողովուրդներ դվիր եւ անոնց հողամասեր բաժնեցիր։ Անոնք դիրացան Սեհոնի երկրին, այսինքն Եսեպոնի թակավորին երկրին, նաեւ Փասանի Օվգ թակավորին երկրին։ Անոնց որդիները երկնքի աստղերուն չափ բազմացուցիր ու դարիր զանոնք այն երկիրը, որ իրենց հայրերուն խոստացել էիր, որբեսի հոմ մտնեն եւ անոր դիրանան։ Անոնց որդիները մտան ու այդ երկրին դիրացան։ Այդ երկրի մեջ բնակող կանանացիները իրենց արչև ընջեցիր եւ իրենց ցերկը մատնեցիր զանոնք, անոնց թակավորներն ու երկրին ժողովուրդը, որբեսի անոնց հետ վարվեին իրենց կամքին համաձայն։ Բարսպաբատ քաղաքներ ու Փերի երկիր մկրավեցին եւ ամեն տեսակ բարիկներով լեցուն դուներու, փորված չրհորներու, այքիներու, ցիտաստաններու եւ բազմաթիվ բդղապեր ծառերու դիրացան, գերան, գշտացան ու քիրցան եւ զվարճացան քու մեծ փարությամբ։ Սակայն քեզի անհնազանդ եղան եւ քեզի թեմ ըմփոստացան։ Քու օրենքդ իրենց գրնագին եդեմ նետեցին ու մարգարեները տալ սպանեցին, որ զիրեն քեզի վերադարձնելու համար իրենց թեմ կվգայեին եւ քեզ մեծապես անարգեցին։ Թունալ զանոնք իրենց տշնամիներուն ցերկը մատնեցիր, որոնք զիրենք ջնշեցին։ Երբ իրենց դակնաբին ադենը քեզի աղաղագեցին, թուն երկինքեն լսեցիր եւ քու արատ կտությանդ համեմատ անոնց բրգիչներ դվիր, որոնք զանոնք ազատեցին իրենց տշնամիներուն ցերկեն։ Բայց երբ հանգստացան, դարձյալ քու արջևը չարիք կործեցին, ուստի զանոնք իրենց տշնամիներուն ցերկը լքեցիր, որոնք իրենց վրա դիրաբեդեցին։ Եվ դարձյալ քեզի աղաղագեցին, տուն երկինքեն լսեցիր եւ բազմաթիվ անգամներ զիրենք ազատեցիր քու կտությանդ համեմատ։ Անոնց թեմ վգայեցիր, զիրենք քու օրենքիդ վերադարձնելու համար, բայց անոնք հբարդացան, քու բադվիրաներուդ չհնազանդեցան եւ քու կանոններուդ թեմ մեղանչեցին, որոնք կործատրող մարդը անոնցմով գաբրի։ Իրենց ուսերը ընդվզեցուցին, իրենց բարանոցը խստացուցին ու չհնազանդեցան։ Շատ դարիներ անոնց հանդուրժեցիր եւ քու հոգիովդ իրենց թեմ վգայեցիր քու մարգարեներուդ միջոցով, բայց անոնք չունգընտրեցին։ Ուստի զանոնք ուրիշ երկիրներու ժողովուրդներուն ցերկը մատնեցիր, սակայն զանոնք չսպարեցիր ու չլքեցիր քու արատ կտությամբը, որովհետեւ թուն ողորմած եւ կտած Աստված ես։ Եվ հիմա ով մեր Աստվածը, մեծ, զորավոր եւ ահեղ Աստվածը, որ ուխտը գբահես ու գարիգից գլաս, քու արջևը թող քիչ չերևնա այն ամբողջ դաժանքը, որ Ասորեստանի թակավորներուն օրերեն մինչև այսօր բադայեցավ մեզի, մեր թակավորներուն, մեր իշխաններուն, մեր քահանաներուն, մեր մարգարեներուն, մեր հայրերուն եւ քու ամբողջ ժողովուրդիդ։ Սակայն բոլոր մեզի բադահածներուն մեջ թուն արդար ես, որովհետև թուն ճշմարտությամբ վարվեցար, իսկ մենք ամբարշտությամբ։ Մեր թակավորները, իշխանավորները, քահանաներն ու հայրերը քո օրենքը չբահեցին, քու բադվիրաներուդ եւ իրենց դեմ դված վկայություններուդ ուշադիր չեղան։ Իրենց թակավորության ադերը, երբ իրենց շատ բարիկներ դվիր, այն ընդարձակ ու Փերի երկրի մեջ, որ իրենց արչև դրիր, քեզ չբաշտեցին եւ իրենց չար գործերեն չհերացան։ Ահա մենք այսօր ստրուկ ենք, մանավանդ այն երկրի մեջ, որ մեր հայրերուն դվիր, որբեսի անոր բդուղներն ու բարիկները ուդեն։ Ահա մենք հոնս ստրուկ ենք։ Անոր առատ Փերքը այն թակավորներուն համար է, որ մեր վրա գարկեցիր, մեր մեղքերուն համար։ Անոնք մեր մարմնին վրա ու մեր անասուններուն վրա գդիրեն, իրենց գամքին համաձայն, եւ մենք մեծ դակնավի մեջ ենք։ Այս բոլորին համար մենք հաստատ ուխտ մգնենք ու զայն կգրենք, եւ մեր իշխանավորները, ղեբդացիներն ու քահանաները զայն կգնքեն։ Փառք ես Տեր Աստված մեր։ Ամեն։